Միացյալ Նահանգների կողմից հրադադարի ժամկետի երկարաձգումից ժամեր անց իրանական զինուժը Հորմուզի նեղուցում առևտրային 3 նավի վրա է կրակել։ Ըստ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնի նավերից մեկը լրջորեն վնասվել է։ Իրանական լրատվամիջոցները նույնպես հաստատում են հարվածները։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը առանց ժամկետներ նշելու միակողմանիորեն երկարաձգել էր հրադադարը։ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, թե դա անում է Պակիստանի խնդրանքով, մինչև Իրանի մեջբերում են պառակտված իշխանությունը կկարողանա միասնական առաջարկ ներկայացնել պատերազմը դադարեցնելու շուրջ։ Ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը սակայն կշարունակվի, գրել էր նա։ Ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը եւ լինել պատրաստ եւ մարտական պատրաստվածության վիճակում մնացած բոլոր առումներով։ Եվ ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկի ներկայացումը եւ բանակցությունների ավարտը այս կամ այն կերպ։ Իրանական Թասնիմ գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը չի խնդրել երկարաձգել հրադադարը։ Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդականն էլ դա մեջբերում եմ անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու հնարք էր անվանել։ Մահդի Մոհամմադին նաև նշել էր, որ ԱՄՆ կողմից Իրանի նավահանգիստների ներկայիս շրջափակումը մեջբերում են ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից եւ պետք է ռազմական պատասխան ստանա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին էլ Իրանի հարավային հարևաններին սպառնացել է ոչնչացնել նրանց նավթային արդյունաբերությունը, եթե այդ երկրների տարածքը կիրառվի Իրանին հարվածելու համար։ Ու մինչ իրավիճակը Հորմուզի նեղուցում կրկին լարվում է, անորոշ է բանակցությունների հեռանկարը։ Չնայած երեք հաղորդվում էր, որ ԱՄՆ փոխնախագահն այսօր կժամանի Իսլամաբադ բանակցելու, Սպիտակ տունն այսօր հաստատել է, որ J.D. Vance-ի այցը չեղարկվել է։ Իրանի արտգործնախարարության խոսնակը BBC-ին հայտնել է, որ Թեհրանը դեռ չի որոշել կբանակցի թե ոչ։ Էսմայիլ Բաղային ասել է, որ Իրանը բանակցությունների առաջին փուլին մասնակցել է բարի կամքով եւ լուրջ է վերաբերվել դրանց։ Նույնը սակայն ըստ նրա չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին։ And at the same time they're continuing with their threats of war crimes, Նրանք շարունակում են ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, մեր կամուրջները եւ էլեկտրակայանները ռմբակոծելու սպառնալիքները։ Այնպես որ սա այն երկրի վարքագիծը չէ, որն իսկապես լուրջ է վերաբերվում դիվանագիտական գործընթացին։ is really serious about a diplomatic process. Իրանի արտգործնախարարն էլ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը պատերազմական ակտ եւ հրադադարի խախտում է որակել։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ օրեր առաջ իրանական առևտրային նավի գրավումն ու դրա անձնակազմին պատանդ վերցնելն էլ ավելի մեծ խախտում է։ Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը եւ դիմադրել սպառնալիքներին, սոցցանցում գրել է նա։ Չնայած Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարի ավարտին դեռ մի քանի օր կա, Իսրայելի զինուժը վերսկսել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում եւ 4 քաղաքի է հարվածել։ Հաղորդվում է զոհի մասին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան էլ հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը՝ ի պատասխան հրադադարի խախտումների։